Հարգելի ունდիտորդ, այսօր ուզում եմ խոսել ճակատագրի մատրիցայի 26 թվանշանի մասին։ Ուրեմն, քանի որ ճակատագրի մատրիցան հիմնված է մեր տարոների 22 խոշոր արկանների հիման վրա, ուստի 22-ից հետո մենք սկսում ենք նոր թվերը գումարել։ Երբեք չի կարող 22-ը օրինակ լինել 4 կամ 13-ը, լինել 4 շատ թվագետներ, ես նայում եմ իրանց դրած այսպես մեգա չեմ անում տեղը կամ ինչի տեղը, այդպիսի հաշվարկներ են անում, բայց 22-ից հետո մենք նոր սկսում ենք գումարելը։ Եվ ճակատագրի մատրիցայում, քանի որ 26 թիվը արդեն 22-ից է, բարձր է, ուստի գումարում ենք 2-ին գումարած 6 հավասար է 8-ի։ Հետևաբար մատրիցայում այն համարվում է նաև 8-րդ արկան, արդարադատություն, որոշ համակարգերում նույնիսկ ուժ, սիլա կամ հավասարակշռություն։ Կյանքի բոլոր ոլորտների կամ կյանքի էներգիայի վրա ինչպես է ազդում այս թվանշանը։ Եթե մարդը գնում է դրականով, ապա իր ֆինանսական վիճակի վրա հասկանում է ֆինանսի հետ կապված շարժի օրենքները։ Ձեզ հարմար են այնպիսի ոլորտներ, որտեղ կան կարգուկանոն, օրենք և կառուցվածք, իրավաբանություն, հաշվապահություն, կառավարում, պետական համակարգ, ֆինանսական հաջողությունը ձեր մոտ գալիս է բացարձակ ազնվության պայմանավորվածությունների հարգելու միջոցով։ Եթե դուք գնում եք բացասականով, ապա անօրինական եկամուտներ, խարդախություններ կամ անարդարության զգացում, թե իբր ձեզ քիչ են վճարում, կարող եք լինել նաև դատական քաշքշուկների մեջ և ունենաք, այսպես ասեմ, տուգանքներ։ Սիրո և հարաբերությունների մեջ, եթե դուք դրական եք, ձեզ համար կարևոր է պաշտոնական, հստակ, ազնիվ կապը։ Հարաբերություններում տիրում է փոխադարձ հարգանք, հավասարակշռություն։ Դուք չեք մեղադրում ձեր զուգընկերոջը, այլ հասկանում եք նրա և ձեր շփումը, մտերմությունը։ Եթե դուք գնում եք բացասականով, ապա մշտական վեճեր են առաջանում, թե ով է ճիշտ, ով է սխալ, և նույնիսկ ձեր զուգընկերոջը փոխելու այսպես մտադրություն եք ունենում, որպեսզի կարողանաք դաստիարակել։ Նա երբեմն կապվածություն եք ունենում թունավոր ու վատ հարաբերություններում։ Ձեզ թվում է, թե ձեզ չեն գնահատում և անարդար են վարվում ձեր հետ։ Հարգելի 26-ներ, առողջության հետ կապված, եթե դուք գնում եք դրականով, մարմնի և հոգու կատարյալ հավասարակշռություն, ճիշտ սննդակարգ, հստակ ռեժիմ և ներքին հանգստություն եք ձեռք բերում։ Եթե դուք գնում եք բացասականով, նյարդային համակարգի խանգարումներ, մշտական մտահոգությունների պատճառով, խնդիրներ ողնաշարի կամ նյութափոխանակության հետ, ինչը ցույց է տալիս կյանքի ռեժիմի խախտումը։ Այստեղ շատ կարևոր է, որ այսպես դուք ձերդ առաջին հերթին լինեք անկեղծ ու ազնիվ։ Եթե դուք գնում եք դրականով, դուք կարողանում եք ներթափանցել և զգալ պատճառահետևանքային կապերի խորը ընկալումը։ Դուք չեք տալիս ինչու հենց ինձ հետ, այդ հարցը դուք չեք տալիս, այլ հասկանում եք, թե ինչ դաս է տալիս ձեզ տվյալ իրավիճակը, ունեք բարձր պատասխանատվության զգացում։ Եթե դուք արդեն մինուսում եք, անընդհատ մեղավորներ եք փնտրում, դատապարտում եք, քննադատում եք, դժգոհում եք աշխարհից և մարդկանցից։ Եթե վերցնենք ձեր միստիկ և մոգական հատկությունները, ապա ճակատագրի մատրիցայի համակարգում 8-րդ արկանը արդարադատություն է կոչվում, որը ստացվում է 2-ի և 6-ի գումարով։ Դուք շատ հզոր և յուրահատուկ ուժ եք համարվում էզոտերիկայի մեջ,
որպես մոգեր էզոտերիկայի մեջ ութերը էներգիայի կրողներ են համարվում կարմայի և տիեզերական օրենքների տիրակալ որպես։ Ահա թե ինչպես է այդ ուժը դրսևորվում մոգության մեջ ութերի կյանքում։ Եթե դուք գնում եք դրականով, ձեր գլխավոր գործիքը կարմիր մենթորությունն է։ Դուք ունեք տեսանելի և անտեսանելի իրար կապելու տաղանդ։ Կարողանում եք ճշգրիտ հասկանալ մարդկանց խնդիրների հոգևոր պատճառները։ Ձեզ հարմար են տարո քարտերը, կարմիկ աստղագիտություն, նումերոլոգիա, ռեգրեսիա, որպեսզի անցյալ կյանքը իմանաք։ Ձեր խոսքն ու միտքը ուժ ունի մոգության մեջ ձեզանից շատ ջանքեր, երկարատև ծեսեր կամ այսպես գունագեղ սեղաններ, ինչ-որ բեմական, տենց բաներ ձեզ պետք չի, ձեր խոսքը, անգամ եթե դուք գրեք թղթի վրա, դիմեք տվյալ ուժին, ձեր խոսքը ուժ ունի, այն կատարվում է։ Ոստի այստեղից ձեզ հետևություն, դուք բարկացած ժամանակ աշխատեք վատ բաներ չասել, որովհետև դա կարա դառնա իրականություն, իսկ լավ բաներ ասեք, լավ բաներն էլ կարան դառնան իրականություն։ Դուք ունեք շատ այսպես յուրահատուկ էներգիա։ Ինչի համար է յուրահատուկ, որովհետև ձեզ ինչ անեն, հետ է գնալու, լավ արեցին, լավն է հետ գնալու, վատ արեցին, վատի դեպքում 10 անգամ, 100-ապատիկ, 1000-ապատիկ անգամ իրանք հետ հարված են ստանա։ Չկա այդպիսի բան, որ ձեր վրա ինչ-որ բան անեն, ատկատ չուտեն։ Պարտադիր իրանք, դուք այսպես ձեր մատին չտված, իրանք ստանալու են իրանց պատիժը, և դա շատ արագ։ Նույնն էլ ձեզ, որովհետև դուք եկել եք տիեզերական կարգն ու կանոնը հաստատելու առանց տիեզերքի օրենքները խախտելու։ Ձեզ տրված է իրավիճակ, կյանք, ճակատագիր փոխելու բոլոր հնարավորությունները առանց երկարատև ու ծանր ջանքերի։ Նաև 8 թվին հովանավորումը հենց ինքը Սատուրն մոլորակը։ Եթե դուք գնում եք հստակ պլյուսով, դուք կարողանում եք կառավարել էներգետիկան, կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը, կարողանում եք տեսնել սուտը, կարողանում եք ծախսել էներգիան ճիշտ, դուք կարողանում եք վաստակել նույնիսկ էզոտերիկայի մեջ ձեր ճիշտ և դրական գումար, այսինքն դուք երբեք ավել կամ պակաս ձեր աշխատանքի դիմաց գումար չեք վերցնի, դուք կվերցնեք ուղիղ համեմատական ձեր աշխատանքին, այսինքն դուք հաշվում եք ուղիղ ձեր աշխատանքը և վերցնում եք դրա դիմաց ճիշտ հավասարազոր գումար։ Ես ես արդեն իմ փորձից եմ ձեզ ասում, որովհետև ես մաքուր ութ եմ ու շատ լավ գիտեմ։ Եթե դուք մինուսով եք, ապա դուք անվճար եք աշխատում, ինչը խախտում է էներգիայի բալանսը և ձեզ զրկում է ուժից, կամ ընդհակառակը մարդկանց վախերից չափազանց մեծ գումարներ եք ստանում, այստեղից հետևություն, ձեր վրա թուղթուգիր կա, ձեր վրա մահվան գիր կա, ձեր տոհմը անիծված է և կարող եք շատ մեծ գումարներ աշխատել, բայց սա գնում է մինուսով և ձեզանից վերցվում է բնությունից տրված այն ուժը, որը ի ծնե ձերն է եղել։ Ինքներդ որոշեք, արժի այդ գումարների համար վտանգել ձեր ընտանիքը, ձեր առողջությունը, ձեր ապագան, թե ոչ։ Եթե դուք պլյուսով եք, հասկանում եք, որ ձեր կողքի, այսպես ասեմ, եթե դուք արդեն պլյուսով եք, լավ հասկանում եք մարդկանց, որ իրենք ինչ են ուզում, ինչի հիման վրա են ուզում։ Սա խոսքս, եթե դուք որոշեք մի օր զբաղվել ուղղակի մոգությամբ։ Դուք արդարություն, ազնվություն հաստատողներն եք, դուք կարող եք և պատժել, և ապրեսնել, միայն այստեղ չպետք է դուք ձեր ուժը գործադրեք պատեհ, անպատեհ մարդկանց այսպես սև և կեղտոտ մոգություն անել։ Դա խիստ կարող է պատժվել և դրա պատասխանը կարող են տալ ձեր հարազատները, ոչ միայն դուք, այլև ձեր հարազատները։ Այսպես էր 26-ի էներգիան։